Վերադարձանք տաղավար եւ այստեղ բացի մեզնից այլ գեղեցկուհիներ էլ կան արդեն։ Այո, ինչպես ի սկզբանե խոստացել էինք, Անավարտ գործարք սերիալի գեղեցկուհիներն են մեր տաղավարում, այստեղ են Մարգարիտա Դարփինյանը եւ Կարինա Հովակիմյանը։ Բարի լույս գեղեցկուհիներ։ Բարի լույս։ Ձեր միամսյակը շնորհավոր։ Ձերն էլ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ինչպես ստացվեց, մի հատ sense մասնագիտական փոքրիկ անդրադարձ անենք, որտեղ աղջիկներին այս թեմայով չենք հյուրընկալել։ Ինչպես հայտնվեցիք Անավարտ գործարք նախագծում, ո՞նց եղավ համագործակցությունը, ո՞նց է ընթանում ամեն ինչ։ Այո, քանի որ Մարգարիտայից ենք սկսելու, հասկանանք ինչպես ստացվեց հայ սուպերստարից անցում դեպի սերիալային ասպարեզ։ Դե անկեղծ ասած չէի պլանավորել ինքս գայի կաստինգին, իսկ ընդհանրապես չգիտեի կաստինգի մասին։ Մեր հրաչը, ռեժիսորը սուպերստարի առաջարկեց, ասաց գնաս, ինչու ոչ, եկա մասնակցեցի 4 շաբաթ կաստինգը տևեց, ամեն շաբաթ գալիս էի, մտածում էի կվերցնեն, չեն վերցնի, ինչ են ես կանչում, ինչ են ուզում ինձ ուզում այսքան, ու վերցրեցին։ Դերասանական հմտությունները, ոնց է դերասանների հետ աշխատում եք, հմտությունները որտեղ եք ձեռք բերել, հեշտ է, դժվար է։ Անկեղծ ասած, ինձ շատ դժվար է տրվում տեքստը սովորել, որովհետև ես հիմնականում դե երգի ասպարեզում եմ եղել ու սովորել եմ երգով, այն բառերը, որ հանգավորված են եղել, ու ստեղ իրականում շատ մեծ խնդիր է բերում ինձ մոտ, օրինակ Կարինայի մոտ այդպես չի, ինքը կարող է կարդա տեքստը ու միանգամից արդեն գիտի, բայց ես գիշերները նստում պարապում եմ, որ գամ առավոտյան նորմալ տեքստը ասեմ։ Ամեն դեպքում աշխատասիրությունն իրենն անում է, բացի դա աշխատում եք Հայկի հետ, ռեժիսորը Հայկն է եւ բնականաբար շատ կօգնի ձեզ։ Շատ մեր թիկունքին կանգնած է Հայկը, շատ լավ է մեզ հետ, մեզ երկուսի շատ է սիրում, մեզ շատ կոմֆորտ է իր հետ։ Ես եւս աշխատել եմ Հայկի հետ եւ գիտեմ թե ինչքան հեշտ է նրա հետ աշխատել ու ինչքան շատ է օգնում դերասանին։ Շատ մեր թիկունքին ենք։ Խոսենք Կարինայի հետ։ Ես թատերական կրթություն եմ ստանում ներկայումս, բայց ընտրվելուց դեռ երկրորդ ռեժիսորը չի իմացել, որ ես թատերականից եմ եւ այլն, սոցհարթակից է ինձ գտել ու բերել ոլորտ, ինչի համար շատ շնորհակալ եմ։ Ես էլ եմ կարելի ասել պատահական հայտնվել։ Պատահականություններ չեն լինում, Ինչ ասեմ, Հայկի հետ կապված ինձ էլ շատ կոմֆորտ է ու ինձ համար շատ կարևոր էր ռեժիսորի հետ աշխատանքը ոնց կլինի, հարաբերությունները ոնց կդասավորվեն, որովհետև ես կարծում եմ, որ ամենակարևորը այդ հարմարավետության զգացումն է։ Դերի հետ կապված չեմ ասի, որ շատ հեշտ է տրվել ինձ ի սկզբանե, ինչքան էլ որ թատերականում եմ սովորում, ամեն դեպքում լարվածություն կար, պատասխանատվության մեծ զգացում կար եւ այլն, բայց քանի որ միջավայրը շատ ջերմ է, ամեն ինչ շատ հեշտ ու սահուն ընթանում է։ Դերասանուհիների դեպքում հատկապես երբ սերիալը Շանթ հեռուստաընկերությամբ է եւ ունի բարձր դիտելիություն, շատ արագ դառնում եք հայտնի եւ փողոցում սկսում են դες ճանաչել։ Արդեն այդ փուլ մտել եք, ոնց է այդ ամեն ինչ անդրադառնում ձեր վրա, լավ, ավատ, կոմֆորտա չէ։ Շատ հաճելի է։ Չեմ ասի, որ ամեն քայլափոխի ճանաչում են, բայց դեպքեր լինում է օրինակ հենց նկարահանման հրապարակում, որ հիմնականում ավելի դպրոցական երեխաներ են մոտենում, օրինակ ինձ ու Մեգին մոտեցավ 4-րդ դասարանից երևի տղա, կոնֆետներ հյուրասիրեց ու տենց ուզեց նկարվի, բայց հիմնականում մեծամասնությունը ամաչում են մոտենան։ Շատ հաճելի է, շատ հաճելի է ու ավելի պարտավորեցնող զգացողություն է այդ դեպքում։ Իսկ ձեզ դեպքում Դե ինձ դեռ սուպերստարից արդեն այդ սկսել էին ճանաչել, դրա համար ես մի փոքր պատրաստ էի դրան։ Այս վերջերս մի հատ տատիկ մոտեցավ ու նույնիսկ ծաղիկ նվիրեց, որպես մարտի 8-ի նվեր, չէի սպասում, շատ ուրախացա։ Չեմ, ինձ շատ է դուր գալիս, մեկ ամաչում են, sense կարող է նայեն, ժամերով նայեն, բայց չմոտիկանան, հետո գրեն, ասեն մենք ձեզ տեսանք, բայց չմոտիկացանք, ասում են մոտիկացեք, մենք մենակ ուրախանում ենք դրանից, որ մեզ ճանաչում են ու սիրում են, որտեղ իմ կարծիքով ամենամեծ նվերը հենց այդ սերն է, էլի մեր բնակավարում։ Շանթ հեռուստաընկերությունը շատ երիտասարդների համար է նոր ճանապարհ, նոր հարթակ, նոր հնարավորություն ստեղծել եւ դուք էլ բացառություն չեք, բայց ձեզ համար կարծես թե սուպերստարն էր առաջին հարթակը
որում հնարավորություն ունեցաք ինքներդ ձեզ ներկայացնելու, այ հետո ինչով տարբերվեց սերիալային կյանքը Սուպերսթարի նախագծից։ Դե նախ Սուպերսթարը բացի շոու լինելուց նաև մրցույթ էր ու ավելի լարված էինք, ավելի սենց մտածում էինք, այս ավելի լավ անենք, այն ավելի լավ անենք, այն մեկը ինչ-որ բան հասցրեց, ես չհասցրեցի, ավելի կոնկուրենցիա կար, ուզեիր չուզեիր, իսկ ստեղ ավելի հանգիստ ես, դու գիտես, որ դու մի թիմ ես ու ինչ-որ մեկը, եթե ինչ-որ բան իր մոտ չի ստացվում, քեզ վրա էլ դա կարող է անդրադառնալ, դրա համար մենք ավելի միահամուռ ենք։ Հրաշալի, Կանա, ինչ տվեց քեզ նախագիծը, հատկապես որ մասնագիտական կրթություն ստանում էր, հայտնությունը իսկապես հաճելի է, բայց ինչ այլ բաներ է տալիս քեզ նախագիծը, փորձառություն օրինակ։ Ես կարծում եմ, որ դերասանի համար միանշանակ մեծ process է ու process-ի մասնակազմում սերիալում հանդես գալը ինձ ավելի շատ կարելի ասել բացեց ու հանեց իմ հարմարավետության գոտուց, որ ես ինձ նոր տեղում փորձեմ ու միանշանակ երբ որ դու դրսևորվում ես, քեզ կարողանում ես դրսևորել քո սիրած ոլորտում, կարծում եմ նոր հնարավորությունների համար ես արդեն դառնում բաց, իսկ մասնագիտական առումով երևի թե կասեմ, որ ավելի շատ տվեց պատասխանատվության զգացում, որ խորանամ մասնագիտության մեջ, դա կլինի բեմական խոսքը, կլինի դերասանի վարպետությունը, իսկ ռեժիսորի հետ աշխատանքը ինչքան տարբեր մարդկանց հետ ես աշխատում, տարբեր մասնագետների հետ ես աշխատում, ամեն մեկից մի բան վերցնելով, քաղելով, ինձ թվում է փորձում եմ կայանալ։ Ես հիշում եմ, երբ ես էի սովորում Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, իմ սիրելի ինստիտուտում, այն ժամանակ դերասանական բաժնում արգելված էր նկարահանվել սերիալում ուսանողական տարիներին։ Այո, որովհետեւ դա ասում էին, որ վատ է անդրադառնում դերասանի վրա, բայց փորձը ցույց է տալիս, որ Շանթի սերիալներում ես սկսել եմ իմ ճանապարհը Շանթի սերիալից եւ այդ դեպքում փորձառությունը այնքան շատ է հավաքվում, որ հետո կարող ես կիրառել նաեւ այլ դեպքերում։ Օրինակ, չի ավելի դա միանշանակ, այսինքն պրակտիկան շատ կարեւոր է։ Հիմա ուզում եմ հասկանալ, փոխվել է ինստիտուտում ինչ-որ բան այս մոտեցման իմաստով, թե ոչ։ Ես իմ կուրսղեկի հետ կապված կարող եմ ասել, որ երևի զուտ մարդկային առումով տեսնում ա թե ինչքան մեծ է մեր ցանկությունը երևալու եթերում ու դրա համար ինչ որ կրիտիկաներ չկան, եթե դու պատրաստական ես, համատեղ ես ուսումդ ու աշխատանքը, այդ դեպքում ինձ թվում է շատ բան է փոխվել հաթատերականում, որովհետև մեծամասնությունը, ում ես ճանաչում եմ, նկարահանվում են այս պահին ու փորձ են ձեռք բերում, այսինքն դեմ չեն ամեն դեպքում կարծում եմ ներկայումս։ Դե բայց սերիալ էլ կարծում եմ դեմ նաև շատ հեռուստաընկերության ֆակտորն էլ կա, որովհետև այստեղ հեռուստա սերիալների թե բովանդակություն թե որակային առումով վստահաբար շատ բարձր նշաձողի վրա է դրված։ Հա, միանշանակ, մանավանդ որ հիմնականում երիտասարդական ու պատանեկան պրոյեկտներ են լինում, չեմ կարող ասել հակառակ դեպքում ուրիշ ալիքներում եթե լիներ հրավեր, ոնց կարձականքեր օրինակ իմ մասնագետը։ Մենք նաև հոգեբանի անդրադարձ կունենանք այս մասով։ Թե ինչպես են օրինակ Շանթի սերիալները կարողանում կրթել սերունդներին եւ ավելի դրական այսպես ասած արձագանք ստանում եւ դրական է փոխանցում մարդկանց, այսինքն սերիալներ են, որոնք կարելի է նայել ընտանիքի անդամների հետ։ Այո, հիմա վերադառնանք մարտի 8-ին, ինչի արդիվ ձեզ հյուրընկալել ենք։ Այ ինչ հետաքրքիր դեպքեր կան մարտի 8-ի հետ կապված, թե օրինակ երկրպագուներից ինչ-որ նվերներ, թե ուղղակի նվերների տեսքով, դպրոցական տարիներին, ամեն ինչ հետաքրքիր է։ Իրար նայում։ Ո՞նց մեկ հետաքրքիր ինչ-որ բաներ։ Ես արդեն քանի տարի է իմ մարտի 8-ը նշում եմ ընկերներիս հետ, աղջիկների հետ ու կարծում եմ, որ դա ամենասիրուն ու ամենաառողջ միջավայրն է, որտեղ կարելի է անցկացնել տոնը։ Ճիշտ։ Որտեղ չկա մրցակցություն ու ամեն ինչ հենց տոնի խորհրդի մասին է նաև։ Այսինքն պարտադիր չի դու տղամարդու կամ ընկերոջդ հետ անցկացնես այդ օրը, որովհետև այդ օրը նախ առաջի հերթին մեր կանանց մասին է, մեր ազատության, խոսքի ազատության, դրա համար կարծում եմ աղջիկների հետ տոնելը բավականին լավ ձև է։ Ինչ հիշարժան մարտի 8-եր կան։
Եթե չկան ամեն ինչ դեռ արխիվում է, կլինեն հիշարժան մարտիրութեր եւս։ Իսկ աշխատանքային չէր այդ օրը շարունակում եք երգել։ Չէ, անկեղծ ասած չեմ հասցնում ես երգել, որովհետև նկարահանումները մի քիչ խանգարում են։ Բայց ես դեմ չեմ, ինձ շատ դուր գալիս է ամեն ինչ կատարում եմ կյանքում, ինձ թվում է արվեստի մարդը վերջո համ այն պետքա կարողանա անի համ երգել, համ դերասանություն, չգիտեմ։ Եթե խոսենք սոցցանցերի եւ հեռուստատեսության մասին, շատերի մոտ ստեղծվում է տպավորություն, որ եթե եկան սոցցանցերը, հեռուստատեսությունը արդեն ասենց գնում է հետին պլան, կարելի է հայտնի դառնալ օրինակ սոցցանցերով։ Ես չեմ կիսում այս տեսակետը, որտեղ ամեն մեդիա իր տեղը ունի, այ ձեր օրինակով ասեք TV-ի ազդեցությունը ձեր կյանքի, ձեր կարիերայի վրա։ Սոցհարթակի հետ կապված, օրինակ ես նշեցի, որ ինձ ճանաչելու հրավիրել են սոցհարթակում տեսնելով, բայց միանշանակ եթերն ու սոցհարթակը անհամեմատելի են, որովհետև նախ եւ առաջ ուրիշ է, երբ ես ինձ համար ինչ-որ վիդեոներ, ռիլեր տեղադրեմ էջում ու դա տարածում գտնի, ուրիշ է, որ ես երևամ եթերով ու ինչ-որ խորհուրդ փոխանցեմ նաեւ իմ կերպարով մարդկանց։ Ես կարծում եմ, որ եթերը ավելի շատ մեծ հնարավորություն է տալիս ինքնադրսևորման, քան սոցհարթակը։ Սոցհարթակում քեզ ճանաչում են այնպես, ինչպեսին դու կաս, իսկ եթերով քեզ տեսնում են որպես կերպար։ Այդ էլ մի քիչ։ Բայց ձեր դեպքում երգելու ինչ-որ հոլովակները շատ ակտիվ կարող են տարածվել։ Դե ինձ օրինակ նկատել էին TV-ից, եթերից, դրա համար իմ մոտ հակառակներ։ Ես նախ փոքր տարիքից շատ եմ սիրել հեռուստացույց հենց նայել, չգիտեմ, ինձ հենց դուր է եկել այդ vibe-ը։ Չգիտեմ, իմ կարծիքով TV-ն ավելի փոքր ինչ ավելի պրոֆեսիոնալ ու ավելի մշտական մնայուն բան, իմ կարծիքով, ինչքան էլ ասեն, որ TV ավելի քիչ է նայում, մեկը նայում են, իսկ TikTok, այդ սոցցանցերը գալիս գնում են, փոխվում են անդադար, պատասխանատու է, ավելի պատասխանատու, սկսում է սովորել աշխատել մարդկանց հետ, թիմի հետ, այդ շատ մեծ բան է տալիս TV-ն, ինձ կոնկրետ այդպես է իմ մոտ։ Ոստայում կարին եմ մոտենալ։ Այ, ինչ-որ մաղթանք եկեք, ասենք մեր հեռուստադիտողներին։ Մեկ ամսյակի կապած աղջիկներին, ինչ մաղթանքներ կան։ Ինձ թվում է ամենակարևորը մեր արժեքը իմանալու ու ինքներս մեզ շատ սիրելու մասին է մաղթանքը, որովհետև շատ դեպքերում, մանավանդ մեր տարիքում մենք բախվում ենք որոշ խնդիրների ու նաև պատմություններ ենք լսում, որտեղ աղջիկը չի հասկանում, թե ինչքան մեծ պոտենցիալ ունի ու ինչքան է արժանի լավագույնին։ Հետո միանշանակ իրավունքների մասին, որ պետքա միշտ պահենք մեր իրավունքները։ Գիտեմ, ստեղծագործենք, սիրում ենք։ Ես այդպես։ Այո, շնորհակալություն, Մարգարիտա։ Անկեղծ համաձայն եմ Կարինայի ամեն մի բառի հետ։ Ես շատ կուզեմ, որ աղջիկները հասկանան, որ նախ եւ առաջ իրենց պետք է ընդունեն, իրենց սիրեն ու դա ամենաճիշտ ձևն է սիրվելու մնացած մարդկանց կողմից։ Ուղղակի կմաղթեմ շատ մեծ սեր, երջանկություն, կանացի երջանկություն, որովհետեւ բոլորս էլ արժանի ենք դրան։ Շնորհակալություն։